Եթե դու այդքանը տեսնում ես եւ դու այնուամենայնիվ ոչ թե լծվում ես այդ խնդիրների լուծման համար, այլ քո ժամանակի մի զգալի մասը դնում ես մեկ նպատակի համար, որ ժողովուրդը քեզ սիրեն, սա ազնիվ է։ Միգուցե ես այսպես ասենք ինժեներական կրթություն ունենալով ավելի տեխնոկրատ մոտեցում եմ ցուցաբերում, բայց այդ տեխնոկրատ մոտեցումը ազդել է մեր քաղաքացիների սառնարանի վիճակի վրա։ Հիմա ես տեսնում եմ ճիշտ հակառակը։ Մարդկանց հիմնական նպատակը անել ամեն ինչ ժողովրդին դուր գալու համար։ Առաջի խնդիրը, որ ղեկավարը ոչ թե անի ամեն ինչ, որ իրեն սիրեն, անի ամեն ինչ, որ ժողովուրդը լավ ապրի։ Ու քանի որ այն ժամանակ ես մտքումս չկար, որ ես sense հավերժ ամբողջ կյանքս պետք է ինչ-որ սահմանադրություն փոխեմ պաշտոնի մնալու համար եւ այլ, համարում է ինձ, այսպես ասած, պատասխանատվություն կա ին վրա 10 տարով 5 + 5, ես այդ պատասխանատվությունը մաքսիմալ կերպով անեմ ժողովրդի կյանքը լավացնելու համար, ով կգնահատի, ով չի գնահատի, օքեյ, Աստված իր հետ։ Այս էր մոտեցումը, շատ պրագմատիկ, տեխնոկրատ, այդ հասկանալի է։ Այսօրվա, այսպես հայացքով սոցցանցային տրամաբանության մեջ իհարկե սխալ էր։ Հա, հիմա ուրիշ է։ Հիմա արդեն դե ժամանակ սոցցանցեր էլ չկային մեծ հաշվով։ Հիմա այլ կերպ դժվար է։ Ուղղակի ասենց ասեմ, այդ պատճառով նաև ասենց պոպուլիզմը խեղդում է ռացիոնալ միտքը քաղաքական դաշտում։ Դա ամբողջ աշխարհում է տենց իմ կարծիքով։ Այո, ամբողջ աշխարհում դա գալիս է այսպես սոցիալական ընդհանրապես լրատվական հոսքի ապակենտրոնացումից է գալիս։ Հասկանում եմ, բայց սա մի ժամանակաշրջան է, որը իմ խորին համոզմունքով փոխվելու է։ Եվ սա է նաև պատճառը, որ այսօր Եվրոպայում ես չեմ տեսնում առաջնորդներ, օրինակ Ժակ Շիրակի մակարդակի կամ Շրոդերի մակարդակի չկան ուղղակի։ Որովհետև հիմքում մարդկանց դուր գալու, սիրվելու գործոնը ասենց առաջնային է դարել։ Եվ սա խնդրեմ է։ Եվ այդ նույն երկրներում, որտեղ քվեարկում են նման կարգի գործիչների համար, շատ արագ ուղղակի հիաստափվում են եւ ես տեսնում եմ, որ որոշակի կարոտ կա լրջության, միգուցե սխալվում եմ, կայունության, կանխատեսելիության, օրինակ իմ ժամանակ համոզված եմ, այդպիսի բան չի եղել, որ անկանխատեսելի մարդկանց համար անսպասելի ինչ-որ բաներ կատարվեն։ Եվ կարծում եմ սա կարևոր է, որ մարդիկ հասկանան, թե ուր է գնում երկիրը։